Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրա։ Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն 28 կողմ ձայնով ընտրվել է Արցախի ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն եւ ներկայացնում է Ազատ հայրենիք ԿՄԴ խմբակցությունը։ Այս մասին Civilnet-ին հայտնել է Արցախի ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միասնական հայրենիք խմբակցության падգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում 10-օրյա ժամկետում ազգային ժողովը կանցկացնի նաեւ Արցախի նախագահի ընտրությունը։ Ասել է Աղաջանյանը։ 23 թվականի հունիսին կայացած Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո սեպտեմբերի 9-ին ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի ու ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 25 թվականին։ Սահմանադրական այս փոփոխությունը կատարվեց 23-ի ամռանը եւ ազգային ժողովին թույլ տվեցին ռազմական դրության պայմաններում երկրի նախագահ ընտրել։ 25 թվականի ապրիլի 15-ին Արցախի ազգային ժողովը Երևանում նիստեր գումարել եւ ընդունել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որի շնորհիվ պիտի պահպանվի նախագահի ինստիտուտը։ 23 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը, ներկայումս Արցախի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։ Շարունակում ենք աշխատանքը, տաղավարումից հետ է Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն 28 կողմ ձայնով ընտրվեց Արցախի ազգային ժողովի նախագահ, նա եղել է փաստացի միակ տեխնացուն եւ ներկայացնում է Ազատ հայրենիք ԿՄԴ խմբակցությունը։ Նախ եւ առաջ ձեր գնահատականը, փաստորեն Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը, առհասարակ որքանով է իրատեսական այսպիսի կազմով գործունեությունը, գիտենք առաջիկայում նաև նախագահի ընտրություն է նախատեսվում, ձեր գնահատականը այս իրավիճակին, որքանով կա իրական կապ արցախցիների եւ արցախցի այսպես խորհրդարանականների միջև, ձեր գնահատական ընդհանրապես այս ընդհանուր ընտրական գործընթացներին։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ նրանք փորձ են ուզում անել ինչ բաներով պահպանել այդ Արցախի իշխանությունների անունը, այդ ներկայացությունը մի կողմից կարելի է ընկալել դա որպես դրական քայլ, սակայն որ տեսնում ենք ովքեր են դրանով զբաղված, ովքեր են նորից վերընտրվում, այսպես կոչված, մի քիչ ցավալի է այն կուսակցությունները, ովքեր բերել են այս արհավիրքին են հասցրել, հիմա նորից նույն կերպով շարունակում են այդ ձևական գործընթացները։ Դա է ցավալին, որ այդ Ազատ հայրենիք կուսակցությունը միջև հիմա նականի է, այսպես ասեմ, որը ամենամեծ մեղք ունի ներքաղաքական, Արցախի ներքաղաքական կյանքում եւ ստեղծված իրավիճակում։ Իսկ իմ կարծիքն է, որ այո, Արցախի ինչ-որ ներկայացում պետք է մնա, բայց կարծում եմ ոչ Հայաստանում, քանի որ դա կարող է վտանգել նաեւ Հայաստանի անվտանգությունը։ Ըստ էության դուք կողմ եք նրանց գործունեությանը, բայց նայած թե ով է մասնակցում, ինչպիսի հայտ է ներկայացնում, ինչպիսի անցյալ ունի, այդ անցյալը կոռուպցիոն է, իրական է, չգիտեմ, քաղաքական ուժեր, որոնք ինչպես դուք եք նշում, արհավիրք են բերել, նրանք իրավունք չունեն այս գործընթացներին մասնակից լինելու։ Անկեղծ ասեմ, բռնի տեղանումից հետո մենք մի խումբ անձանցով հասարակական եւ քաղաքական գործիչներով հավաքվում են եւ բավականին լուրջ պլան ենք մշակել այդ վտարանդի իշխանություն ձևավորելու հարցում, նաեւ փորձել ենք համագործակցել տեղի իշխանությունների, Հայաստանի իշխանությունների հետ եւ առաջարկներ ա եղել նաեւ արտասահմանում այդ վտարանդի կառավարությունը, իշխանությունը ձևավորելու, նշեցի ինչու, որովհետեւ ներկապահին այդ վտարանդի իշխանությունը Հայաստանի Հանրապետության ներսում գտնվելը կարող է վնասացնել եւ վտանգել Հայաստանի արդեն անվտանգությունը։ Առաջարկները եղել են, ցավոք սրտի Հայաստանի իշխանությունը հրաժարվել է։
Ինչ պիտի աներ Հայաստանի իշխանությունը, օրինակ դրսում եւ հատկապես որ երկրում եք դուք պատկերացնում այդպիսի գործունեության ծավալը, պարոն Պետրոսյան, մենք կոնկրետ երկիր չենք առաջացրել, բայց խոսակցության մեջ նշել ենք Ֆրանսիան, քանի որ Ֆրանսիան շատ մոտ է հայերին, Հայաստանին եւ կարծում ենք, որ նրանք չէին հրաժարվի։ Չակերտներ չեն բացելու, բայց իշխանության կողմից վտանգներ էին տեսնում, որ կարող ենք այլ ալիքի տակ ընկնել, ուրիշ երկրների եւ այլն։ Մենք էլ ասացինք, դե դուք ֆինանսավորեք, որ այլ ալիքի տակ չընկնենք, այդպես էլ կիսատ մնաց այդ խոսակցությունը, այսինքն հրաժարվեցին ինչ-որ կերպ համագործակցել այդ պետքում։ Տեսեք, հիմա էլ նախագահի հետ կապված առաջիկայում, եթե նախագահի ընտրությունն լինելու, փաստորեն նախագահի ընտրություն է լինում, դարձյալ Սամվել Շահրամանյանն է միակ տեխնացուն լինում եւ այս առումով իմաստը նպատակ առհասարակ նրանց գործունեության, պարոն Պետրոսյան։ Նայեք, եթե մենք խոսում ենք վտարանդի իշխանությունից, կառավարությունից անպայման չէ, որ նախագահ լինի, պետք է հասկանալ, вообще Սամվել Շահրամանյանն ով է նախագահ ընդունում։ Ես ցավում եմ այն մարդկանց, որ ովքեր Սամվել Շահրամանյանին որպես նախագահ ընդունում են, մի քանի հոգով որոշել էին, մի քանի հոգով ուղղակի։ Այս մեր այսպես կոչված ազգային ժողովին էլ կարգադրել են միակ մարդը, որ փորձել է հակադարձել, ինչ-որ բան անել, Բաբայան Սամվելներ, են էլ չի հաջողվել նրան համոզել որոշ մարդկանց չքվեարկել այդ չարաբաստիկ քվեարկությանը չմասնակցել եւ ոնց որ Բաքոյի կադրը պրոտեժեն բերել են իշխանության, դրա հետ միասին էլ այն արհավիրքները բերել մեր գլխին։ Եվ հիմա նրանց գործունեությունը ինչ նպատակ է հետապնդում, պարոն Պետրոսյան, իբրև արցախցի դուք օրինակ նրանց հետ շփումներում ինչ հարցեր են նրանք վերհանում, բացի այն, որ վերջերս գիտենք օրինակ օպերայի մոտ էին հավաքվել, խնդիրներ էին բարձրաձայնում։ Օպերայի մոտ հավաքվածները դրանք ընդհանրապես այլ օպերա է։ Իրանք այդ հավաքը արդեն որ ուզում էին կազմակերպեին, ինձ էլ հրավիրեցին այդ քննարկումներին, ես գնացի իմ կարծիքը ասեցի եւ բավականին ճիշտ կարծիք էր, ափսոս որ նրանք չհետևեցին իմ կարծիքին, գնացին խառնեցին ամեն ինչը իրար, սոցիալական հարցով, գերիների վերադարձը եւ այլն, եւ չգիտեին նույնիսկ ումից ինչ են պահանջում։ Նաեւ քաղաքականացվեց, տեսանք նաեւ քաղաքական ուժեր, որոնք փորձեցին ձեռքերը տաքացնել այդ ակցիաների վրա, Հայաստանը հիմա անկեղծ ասեմ քաղաքական վակուում է տիրում։ Դա իմ գնահատականն է եւ գնահատականը ճիշտ էր Ավինյանի ընտրությունների ընթացքում դա փաստվեց, որ դա քաղաքական վակուում է։ Այս վերջերս Լենինականի Գյումրիի ընտրություններում հաստատվեց եւ հիմա այդ հիմնական խաղացողները փորձում են նապլավու մնալ, չեն թողնում այլ ուժեր, մաքուր, մի քիչ արդար, մի քիչ ոչ կոռումպացված ուժեր մտնեն քաղաքականության մեջ եւ այդ 3-4 ուժերով իշխանություն, ընդդիմություն փորձում են այդպես պահել։ Իսկ ընդդիմությունը ինչու է այնտեղ գնացել, որովհետեւ իմ կարծիքով ընդդիմությունը նա այդ հավաքված մարդկանց կեսին կեսներ չի կարող հավաքի եւ առիթ ա ունեցել գնան մի ռեսել պիարվեն, այսպես կոչված էլի։ Ու ցավում եմ, որ մեր երիտասարդներին այդպիսի վատ վիճակի մեջ են գցել, որովհետեւ այդ երիտասարդները, ովքեր նախատեսում են այդ հանրավակը, ընդհանրապես ասում էին, որ չի քաղաքականացվելու, ուղղակի փորձ չունեն, իսկ այս փորձառու քաղաքական թիմերը կարողանում են էլի լավ երիտասարդին շեղել ճանապարհից ու այդպես էլ եղավ, բայց պարզից էլ պարզ է, եթե հանկարծ այդքանը քաղաքականացվեր, մյուս հավաքին 10%-ն էլ չէին հավաքվի, էլի այդ հավաքված մարդկանցից, այդ հավաքված մարդկանցը ուղղակի դժվար ժողովուրդ էին, փորձում էին բացատրել իշխանությանը, իրոք այդ սոցիալական աջակցության կարիքը դեռ կա։ Պարոն Պետրոսյան, իսկ առհասարակ 26 թվականի նաև տեսակետ կա, որ նույն արցախցիները աջակցելու են օրինակ նախկին իշխանություններին, գիտեք, ակտիվացել է Սարգսյան-Քոչարյան տանդեմը եւ նրանց համակրանքը հիմնականում նրանց կողմն է, կա այդպիսի բան, թե ոչ առհասարակ։ Ընդհանրապես ոչ թե մենակ արցախցիները, այլ հայ ժողովուրդը, ոչ միայն հայ ժողովուրդը, այլ մարդկությունը ընդհանրապես այդպիսին է։ Մենք տեսնում ենք ինչպես են հիմա
նույն Քոչարյանին ընտրածները, նույն Սերժին ընտրածները, հիմա որ Նիկոլին են ընտրել, ասենց վատ արտահայտվում Քոչարյանի, Սերժի մասով, բայց նույն ժողովուրդն էր էլի, բայց որ գնացել է Արցախցիները դրա հետ ընդհանրապես կապ չունեն, որովհետև մենք ոչ Քոչարյան ենք ընտրել, ոչ Սերժ ենք ընտրել եւ եթե պարզ խոսում ենք, ամենամեծ տուժողներն էլ մենք ենք։ Եվ որ ասում ենք կոռուպցիա եղել, թալան ա եղել եւ մեղավորները նրանք են, եկեք հասկանանք ով է ամենաշատը տուժվել նրանցից։ Արցախցիները եւ ցավում եմ, որ հիմա կա Արցախցի բացի դրած բարեկամներից եւ օգտվողներից, որ միջև հիմա հավատում է դրանց եւ ես մի բան ասեմ, այն ղեկավարը, ով ասում է ինձ մեղք չունեմ, ներկա իրավիճակի կայացման բանում, նա ամենամեծ մեղավորն է։ Բոլորն էլ իր բաժին մեղք ունեն, նախկին ներկա եւ ես հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, որ մենք ազգային ժողովում Հայաստանի կտեսնենք լրիվ այլ ուժեր, ոչ թե այդ հիմիկ այս կրկեսի վերածած ազգային ժողով ուժերը։ Պարոն Պետրոսյան, լավ, հետաքրքիր է օրինակ խոսեցիք սոցիալական խնդիրներից առհասարակ իրականացվող քայլերը Հայաստանի կառավարության կողմից փաստորեն չեն գոհացնում արցախցիների, այսպես ասած, պահանջները, սպասելիքները։ Տեսեք, օրինակ շատերը նաև նշում են, որ արտագաղթն է բավականին մեծ տեմպերի ու թվերի հասել, արցախցիներից շատերը գերադասում են Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել, այնտեղ ուրեմն փաստորեն աշխատանք գտնել, ռեալիզացվել, ինչ իրավիճակ է եւ այդ տեմպերը որքանով են պահպանվում։ Իրականում լուրջ իրավիճակ է, իսկականից այդ սոցիալական աջակցությունը հարկավոր է ոչ միայն արցախցիների համար, նաեւ Հայաստանի համար, որովհետեւ ես ձեզ հավաստիացնում եմ, միակ փրկությունը Հայաստանի դա դեմոգրաֆիկ աճն է։ Մենք բաց թողեցինք 89-90 թվականներին Ադրբեջանից եկած այն մեծ զանգվածը նորմալ չվերաբերվեցինք եւ շատերը արտագաղթեցին։ Մենք սխալ կատարեցինք սիրահայերի ժամանակ, երբ որ մեծ պատոկով պլյուս իրանք էլ ամենը իր աշխատանք ուներ, սիրահայերը այդքան տեղափոխվեցին եւ այստեղ չկարողացան ինչ արեցին, Հալիպից եկած միլիոնի քաղաքից եկած սիրահային բերեցին ինչ որ կորած գյուղում չեմ ասում, գյուղով տեղա, բայց չի կարա այն մարդուն դեղ հարմարվի։ Ու նորից 90%-ը գնացին։ Դա շատ մեծ սխալներ էր եւ երրորդ սխալը հիմա է կատարվում։ Ես հույս ունեմ, որ ինչ որ մեկը կարողանալու է համոզի ներկա իշխանությանը, որ դա էլ է մեծ սխալ եւ այն ամեն ինչ պետք է անել, որ այդ 150,000-ից գոնե մեծամասնությունը մնան այստեղ եւ բավականին քայլեր չի կատարվում։ Այդ սոցիալական աջակցության ծրագրի այդ կրճատելը եւ այլն սխալ եմ համարում, հասկանում եմ, որ դա մեծ բեռ է, բայց եկեք հասկանանք, որ մենք խոսում ենք ֆինանսական բեռից, բայց անտեսում ենք։ Պետրոսյան, գոնե որքան պիտի լիներ ձեր պատկերացմամբ այդ սոցիալական աջակցությունը, քանի տարի պիտի ձգվեր, որովհետեւ իշխանության ներկայացուցիչներն են մեր տաղավարում ասում են, լավ, Հայաստանում էլ կան, չէ, սոցիալապես սահմանապահով շատ։ Լավ հասկացեք, այստեղ մենք ասում ենք միջև բնակ ապահոման։ Եկեք անկեղծանանք, էլի, ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել։ Այս ամենը այդ սխալները ոչ 18 թվականից է, ոչ այսնից է, մեզ 94 թվականին այդ որ մենք հաղթել ենք, այս ժամանակահատվածը մեզ տրված էր, որ մենք պատրաստվենք հետագա այդ պատերազմներին եւ այլն, մենք մսխեցինք այդ ժամանակը, ասենց հերոս, դավաճան, բաման, այս 18 թվականն էլ չեմ արդարացնում ներկա իշխանությանը, ես ասացի, որ բոլոր իր ղեկավարների մեղավորություն են։ Ես խոսում եմ նրա մասին, որ պետքա ներկա իշխանությունը, քանի որ չի ընդունում այս մեր ներկայացումը նստած անձանց ու ճիշտ էլ անում, բայց դա չի նշանակում, որ որևէ կոնտակտ պետք չի։ Ես հավաստիացնում եմ լուրջ adekvat մարդիկ են փորձել կոնտակտ հաստատել, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք չուզեցին։ Հարցը նրանում է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի իրաբերանով ասել է, մենք զոհաբերեցինք երեխուն, որ փրկենք մորը, իրականում այդ ժամանակ 22 թվին այդ վիճակն էր տիրում։ Հիմա լավ, մենք զոհաբերեցինք,
Արցախցիները adekvat արցախցիներ այդքանը հասկանում էին, ասում էին, որ լավ, մենք համաձայն ենք Մայր Հայաստանի փրկության համար, բանանենք։ Հիմա այդքանը կատարվել է։ Փաստորեն Հայաստանի ներկա Հայաստանի փրկության համար մենք մեր տներն ենք թողել եւ այլն, ինչ եք կարծում, պետք չի ինչ որ աջակցել, որ բանակարանով կամ ինչ որ աջակցություն ունենք, որ այդ սոցիալական այդ 50,000-ները էլ մեզ պետք չլինի, էլի, որովհետեւ հավաստիացնում են, որ են դնում ենք բաց ենք տալիս։ Եվ որ ասում են աշխատեք, բոլորն էլ աշխատում են, ես առավոտից երեկո աշխատում եմ։ Հիմնականում գտել են աշխատանք, պարոն Պետրոսյան, ռեալիզացման ձեր շրջապատում գոնե այն արցախցիները, որոնք ձեր շրջապատում մեծամասնությունը փոխել են իրենց ոլորտը։ Պարոն Պետրոսյան, լավ, առհասարակ ըստ էության փաստորեն այդ աջակցությունը դեռ որ այդ աջակցության կարիքը արցախցիները դեռ որ մեծ չափով ունեն։ Իսկ բնակարանաշինության հետ կապված որքանով է այդ ծրագրի շահառու արցախցին իրեն պատկերացնում։ Այստեղ էլ կան մի շարք խնդիրներ, որոնք մենք բազմիցս մեր եթերների ընթացքում վեր ենք անում, սա այն սոցիալական աջակցության ծրագրերը չեն, փաստորեն որոնց ակնկալիքները ունեն արցախցիները։ Ես չեմ տարածվի ով ինչ առաջարկա ներկայացել, բայց հավաստիացնում եմ, որ շատ գրագետ adekvat առաջարկներ են հնչել, Հայաստանի կառավարությանը ներկայացվել։ Հիմա չգիտեմ ինչ փուլում է գտնվում, բայց եթե ընդունեն այդ մարդկանց առաջարկները, բավականին կհեշտացնեն արցախցիների ինտեգրումը եւ եկեք հասկանանք, որ նորից եմ կրկնում, պետք է ամեն ինչ անել, որ ինչքան շատ հնարավոր է շատ հայ ապրի Հայաստանում, դա է մեր փրկությունը։ Եթե որևէ քաղաքական գործիչ չի հասկանում, որ դեմոգրաֆիկ աճի մեջ է մեր փրկությունը, ես ցավում եմ, որ նման քաղաքական գործիչ գործում է Հայաստանում։ Պարոն Պետրոսյան, լավ հետաքրքիր է օրինակ անընդհատ խոսվել է նաև արցախցիների Արցախ վերադառնալու ուրեմն աջակցման անհրաժեշտության մասին, գիտենք Ադրբեջանի դիրքորոշում, առհասարակ իրատեսական են այս ուրեմն քննարկումները, խոսույթները ընդհանուր մինչև բանաձևերը, որովհետև միջազգային հանրույթը նույնպես այս ուղղությամբ թե Միացյալ Նահանգները, թե տարբեր եվրոպական երկրներ այս մասով հստակ աջակցություն ունեն եւ այս հարցը բազմիցս բարձրացնում են։ Ուրեմն այդ նույն Եվրոպան, նույն Ամերիկան, նույն Ռուսաստան ամբողջ աշխարհը հետևում էր ոնց է մեզ բռնի տեղանում, եւ ինչ է կարծում, ավելի հեշտ կլիներ կանխել այդ բռնի տեղանումը, թե հետ վերադարձնել ժողովրդին։ Ուրեմն ասեմ իմանաք, Արցախ վերադառնալ միայն մեկ ճանապարհ կա, պատերազմով, որին Հայաստանը հիմա պատրաստ չէ։ Ով հիմա խոսում է Արցախի վերադարձից եւ այլն, ուղղակի քաղաքական դիվիդենդներ է շահում եւ ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ով ժողովրդին եմ խորհուրդ տալի եւ արցախցիներին եւ Հայաստանի բնակիչներին, որ քաղաքական գործիչը, որ քաղաքական թիմը խոսում է արցախցիներից, ասենց հիմա վերադարձի մասին մենք սենց կանենք, դրանց դան չտալ, որովհետև դրանք օգտագործում են իրանց քաղաքական նպատակներով, նորից եմ կրկնում, միակ ձևը Արցախ վերադառնալ, դա պատերազմն է, որին մենք պատրաստ չենք։ Պարոն Պետրոսյան, անդրադառնանք մի շատ կարևոր թեմայի, նախորդ շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էր Հայաստանում գիտեք ակցիա իրականացվեց այդ օրը եւ սոցցանցում տարբեր օգտատերեր գրում էին իսկուրեն արցախցիները բան չունեն ասելու Լավրովին եւ առհասարակ Լավրովի գնահատականներին կուզենք անդրադառնալ այն մասով Արցախի մասով հատկապես ձեզ գոհացրեց, բավարարեց թե ոչ դուք օրինակ Արցախի հայաթափումից հետո սա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի այսպես առաջին այցն էր, ձեր գնահատականը բան ունեին ասելու արցախցիները Լավրովին թե ոչ։ Արցախցիները Լավրովին Արցախում են ասել, կոնկրետ ես եմ ասել մի քանի անգամ, ոչ միայն դրա համար է մոտքս փակ Ռուսաստանի Դաշնություն, բայց դա իրականությունն եմ ես ասել, եկեք հասկանանք, որ ամեն չկա մշտական բարեկամներ եւ հակառակորդներ կան մշտական ինտերեսն է տենց ինչ ասեմ։ Հիմա Ռուսաստանի ինտերեսը այդ ժամանակ էր, որ առևտուր արեց մեծ վիճակի մեջ գցել, ես չեմ մեղադրում Ռուսաստանին։ Ամեն երկիր իր բանը։ Նորից եմ կրկնում, 94 թվականին մեր ժամանակ էր տրված պատրաստել։ Այդ ժամանակը մենք վատնեցինք ու եկանք հասանք այս կետին։ Հիմա որ խոսում են խաղաղության պայմանագրից ու մարդիկ բան են ասում, ես դες ասեմ Ես հիմա տեսնում եմ, որ միակ փրկությունը Հայաստանի դա այդ խաղաղության պայմանագիրն է, որը էլի ժամանակ է մեզ տալու պատրաստվելու։
Եթե կնքվի այդ պայմանագրի շատ լավ կլինի։ Իսկ կա որևէ մեկը, որ այլ բան առաջարկում։ Խոսքի Նիկոլ Փաշինյանին ասում են այդ դավաճանը, սենց մի կողմ դնենք այդ իրավական գնահատականները, որը Ով է ասում Արցախը հետ ենք բերելու, հետ են բերելու կամ բան, այդպիսի թեզեր առհասարակ չկան, թե նախկինների կողմից չկա այդպիսի բան, այսինքն որևէ մեկը այլ ընտրանք չի առաջարկում։ Այդ եմ ասում, էլի, այլ ընտրանք չի առաջարկում, բայց էլի տենց մեղադրումա, բաց ասում ես դու ինչ ես առաջարկում, բան չի ասում։ Ու ես հավաստիացնում եմ, եթե մի հատ adekvat մարդ դուրս կա, որը կոռումպացված չէ եւ այլն, որ այդ ու կոնկրետ ծրագիր առաջարկի, ասի չէ, այս չենք անում, այս ենք անում, մեծամասնությունը այդ մարդուն կհետևեն։ Չկա տենց մարդ, որովհետեւ հնարավոր չի հիմա այլ բան անել։ Եվ նորից եմ կրկնում, եթե կարողանան այս պայմանագիրը ստորագրել, դա կլինի միակ ժամանակ շահելու պատրաստվելու ժամանակ։ Ուղղակի ժամանակ ենք շահելու։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ձեզ էլ լավ։ Առաջինի տաղավարում զրուցում էի Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի հետ։ Կարճատև դադար է մեր եթերում։